Շաբաթվա ամփոփիչ Կիրակ Նորյա թողարկման առաջին լրատվականն է եթերում, ես Գևորգ Ալթունյանն եմ, բարի երեկո։ Եվ այսպես, անցնող շաբաթվա կիզակետում բնականաբար շարունակում էին մնալ նախագահական ընտրությունների քարոզարշավն ու դրա շրջանակում ծավալվող իրադարձությունները, որոնցից ամենագլխավորն ու աղմկոտը երկու անձանց ձերբակալությունն էր, որոնք կասկածվում են հունվարի 31-ին, կեսգիշերից առաջ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա իրականացված մահափորձի մեջ։ Ազգային անվտանգության ծառայությունը բավական կարճ ժամանակահատվածում կարողացավ դուրս գալ հավանական հանցագործների հետքի վրա եւ ձերբակալել նրանց։ Նախորդին էլ հայտնաբերվեց այն զենքը, որից ենթադրաբար կատարվել է մահափորձը։ Հիշեցնեմ, որ Հայրիկյանի վրա կրակել էին նագան տիպի ատրճանակից։ Հանցագործների բացահայտումից հետո հանրության հետաքրքրող հաջորդ հիմնական հարցը կապված է հանցագործության շարժառիթների հետ։ Ինչու են կրակել Հայրիկյանի վրա եւ արդյոք մահափորձը կազմակերպիչներ է ունեցել, ովքեր են նրանք եւ այլն։ Քննությունը շարունակվում է եւ հուսանք, որ այն կտա բոլոր հարցերի պատասխանները։ Այսօր շաբաթվա նախընտրական զարգացումներից կարելի առանձնացնել նաև թեկնածու Արամ Հարությունյանի ինքնաբացարկը, ինչի մասին հայտարարությունը նախագահի թեկնածուն կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց հանձնաժողովի շենքի դիմաց մեկօրյա հացադուլից հետո։ Իսկ Գիտությունների ազգային ակադեմիայի մոտ արդեն 3 շաբաթ հացադուլանող Անդրեաս Ղուկասյանին այցելեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, առաջարկելով Ղուկասյանին վերջինի նախընտրած ցանկացած կլինիկայում համալիր բժշկական հետազոտություն անցնել, ինչի կարիքն այլևս զգացվում է շատ սուր կերպով, քանի որ հացադուլի 20-րդ օրվանից ըստ առողջապահության նախարարության տարածած հայտարարության մարդու օրգանիզմում անդառնալի փոփոխություններ են հնարավոր։ Թեկնածու Ղուկասյանը փաստացի մերժել է առաջարկը եւ ասել, թե պատրաստ է արյան եւ այլ անալիզներ հանձնել առանց հացադուլի վայրը լքելու, ինչն ըստ առողջապահության նախարարության տարածած հայտարարության հնարավորություն չի տալիս հացադուլավուրի համալիր բժշկական հետազոտություն անցկացնել։ Մայա Խաչատրյանն է ամփոփել անցնող շաբաթվա նախընտրական զարգացումները։ Ճակատագրի հեգնանքի հայտնի ռոմանտիկ սցենարի, թե իրականահազանգի հետքերով, բնակարանների համարները նույնն են, ապրող ընտանիքները տարբեր, ոստիկանությունը խառնաշփոթը ցրել է, մեկնելով քաղաքացիներից մեկի հազանգի ուղղությամբ, թե իրենց հասցեում հաշվառված են անծանոթ ընտրողներ։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ դեպքերում միևնույն շենքում մեկ ընդհանուր համարի տակ, օրինակ Կիևյան 27 եւ այլն, լինում են 4 մուտք եւ 4 բոլոր մուտքերում համարակալումն 1-ից մինչեւ հերթական համարը։ Եվ բնականաբար միևնույն շենքում լինում է մեկ հասցեով տարբեր բնական, ինչի մասին մենք պարբերաբար հաղորդագրություն ենք տարածել։ Ընտրողների ռեգիստրը ստացվում է ավտոմատ համակարգով, բնակչության պետական ռեգիստրի տվյալների հիման վրա։ 6 ամսից ավելի ժամկետով արտերկիր մեկնելիս անձը գրավոր պարտավոր է հյուպատոսական կամ դիվանագիտական ներկայացուցչությանը տեղյակ պահել։ Ոչ բոլոր քաղաքացիներն հետևում իրենց պարտականությունների կատարմանը։ Մասնավորապես վերջին 2 տարիների ընթացքում միայն այս հիմքով բնակչության պետական ռեգիստրի ցանվել է ընդամենը 3400 քաղաքացու վերաբերյալ տեղեկություններ։ Այլ հիմքեր բնակչության պետական ռեգիստրից, հետևաբար նաև ընտրողների ռեգիստրից հանելու որևէ իրավական հիմք չկա։ ԵԱՀԿ-ի առաջարկով ներդրվել է տեղեկատվության փոխանցման համակարգը, ճշտվել են բնակարաններում մեծ թվով հաշվառված անձանց տվյալները, կատարվել է քանդված շենքերի բնակիչների հաշվառում։ Բացի այդ դեպքից ուրիշ անհրաժեշտություն չունենք։ Անձնագրայինի պետը փոխոստիկանապետին զեկուցում է թեժգծի վերջին զանգերի մասին։ 140 զանգից միայն մեկն է վերաբերել ընտրացուցակներին։ Հրապարակեցինք թվերը վերջնական, այդ 2.505,882 2012 թվականի մայիսի 6-ի ընտրությունների համեմատ ընտրողների թիվը աճել է շուրջ 21,000-ով։ Բոլոր զանգերին ընդունվում են մեզ մոտ։ Օպերատիվ արձագանքման այս խումբն արդեն ոչ թե ոստիկանությանն է, այլ մարդու իրավունքների պաշտպանին է։ Մայիսյան քվեարկությանը ամենաշատ զանգերն արձանագրած 116-ը ընտրարշավին ընդամենը 14 զանգ է գրանցել։ Զանգերը քիչ են, գուցե այս փուլի համար նաև խնդիրներն են քիչ։ Հարցի պատասխանը կտա ՄԻՊ-ի հետ ընտրական գնահատականը։ Նաև ընտրությունների օրը մենք սպասում ենք, որ մեր քաղաքացիները իրենց բոլոր հուզող խնդիրներով, տեսած խախտումներով, անհանգստություններով կզանգեն եւ կհրավիրեն մեր արագ արձագանքման ծառայության մասնագետներին իրենց օգնելու համար։ Ոչ թե 116-ը, այլ 103-ն արդեն մի քանի օր է 24-ժամյա հերթապահություն է սահմանել ակադեմիայի տարածքում։ Հսկողության տակ պիտի գտնվի։ 21 օր հացադուլի մեջ գտնվող Անդրեաս Ղուկասյանն այդպես էլ մարտավարությունը չփոխեց։ Վերջին ընտրություններին կարգախոս պահանջով նախագահի թեկնածուն ակադեմիայի տարածքը չի լքի նաև նախընտրական վերջին օրերին, քանի դեռ չկա իր համար կարևոր հարցի պատասխանը։ ԶԼՄ-ները չեն ներկայացրել հանրությանը հիմնական հարցը։ Այս օրերին շեշտը դնում էին առողջության վրա, որը երկրորդական է ըստ ինձ։ Ոչ մեկ չէր քննարկում առաջ բերած պահանջը։ Ես պնդել եմ, որ
Սահմանադրությունը խախտող կուսակցությունը իրավունք չունի մասնակցել ընտրություններում։ Ժառանգության առաջնորդի խոսքով լուսաբանումն էապես հավասար է եղել։ Նախընտրական անցնող շաբաթը Ռաֆի Հովհաննիսյանը եզրափակեց Գեղամագեղեցկուհու ափին, ծրագրերը ներկայացնելով Վարդենիսի մարտունու ընտրողներին։ Չնայած կան ճնշումներ, ցուցակագրումներ, տարբեր տեսակի խախտումներ, մեր իրականության գնահատականը բերում է շարքային քաղաքացուն այդ գիտակցման, որ մի բան պիտի փոխվի մեր երկրում։ Նախագահի տեխնացուն ասում է, որ ժողովուրդը չանձնավորելով պայքարը ուզում է տեսնել իր հաղթանակը։ Ինքը պատրաստ է մինչև վերջ պայքարել դռնից դուռ, բարևից բարև, մեծ ու փոքր դահլիճներում փորձելով բոլորին հասցնել ծրագրային մոտեցումները։ Թե մինչև փետրվար 18 եւ փետրվար 18-ից հետո դուք կտեսնեք միևնույն Ռաֆին։ Դեպի ապահով Հայաստան կարգախոսով նախագահի հանրապետական տեխնացուի նախընտրական անցնող քարոզչական շաբաթը եւս հագեցած էր մարզային ու երևանյան բազմաթիվ հանդիպումներով։ Սերժ Սարգսյանի նախընտրական երթուղին ընդգրկում է Հայաստանի բոլոր 10 մարզերն ու երևանյան վարչական շրջանները։ Ես ինձ պատասխանատու եմ համարում բոլորի եւ յուրաքանչյուրի համար։ Ես դեռ անելիք ունեմ բոլորիս միավորելու առումով։ Հենց այստեղ եմ ես տեսնում գալիք տարիների քաղաքական առաքելությունը։ Շաբաթվա վերջին Հրանտ Բագրատյանն Արագածոտնի մարզում էր, Աշտարակում, Կարպիում եւ Ուշիում։ Ազատության առաջնորդի խոսքով հանդիպումներն ակտիվ էին։ Աշտարակի ընտրողների էներգետիկան նախագահի տեխնացուին զարմացրել է։ Երիտասարդ աղջիկներն ու տղաներն էին նաեւ եկել լսելու տեխնացուի դիտողություններն ու մոտեցումները։ Մարդիկ ասում են, այո, իրապես էս մարդիկ ծրագիր ունեն, իրապես էս մարդիկ պլան ունեն երկիրը վերակառուցելու, վերաշինելու։ Հրանտ Բագրատյանի նախընտրական ծրագրի ուղղությունները 5-ն են։ Արագածոտնում տեխնացուն խոսել է հատկապես գյուղատնտեսության ոլորտը բարեփոխելու իր քայլերի, կոոպերացիաների վերաբերյալ իր ծրագրերի մասին։ Դա հատկապես Ուշիում ինչ հետաքրքիր խոսակցություն ծավալվեց, երբ որ ասում էի, այ դու սա կլինես, դա սուլա, այսպես կլինի եւ դա կլինի, հասկանում եք։ Ըստ Բագրատյանի մարդիկ շատ հարցեր ունեն, նրանց դիտողություններն ու հեռախոսահամարները նախագահի տեխնացուն մեկիկ գրել է։ Խնդիրներից մեկն օրինակ վերաբերել է ծնողի մահից հետո տան գրանցման վերաձևակերպման հարցին։ Ես ապշել էի, բոլորը վկայակոչում էին, որ իրոք սա այսքան արժեցել էս մարդու, որը բերեցին թղթեր ցույց տվեցին։ Ես այս բոլորը դեռևս անկախ ամեն ինչից հələ պարլամենտից դեպուտատական հարցապնդումով կդիմեմ կառավարությանը, սա ինչ պատմություն է։ Խայտարակություն։ Գյուղացիների հետ հանդիպմանը նախագահի տեխնացուն կարևորել է վերամշակման արտադրություն հիմնելու անհրաժեշտությունը։ Ես ինձ զգում եմ ոնց որ ձուկը ջրում, որովհետև իմ ասած կոոպերացիայի պլանը ճիշտ համընկնում էր նրանց ծրագրերի հետ, ճիշտ համընկնում էր նրանց խնդիրների հետ, հասկանում եք, ես շատ ուրախ եմ։ Պարույր Հայրիկյանն իրեն լավ է զգում, միայն մատների խնդիրն է, վերականգնումը երկար կտևի։ Նախագահի տեխնացուն շաբաթ օրը ցանկացել է հիվանդանոցից դուրս գրվել, բժիշկները հորդորել են մեկ օր էլ դիմանալ։ Այս փուլում դրանով չեմ հետաքրքրում, ես հասկանում եմ, որ նախընտրական փուլում ես պարտականություններ ունեմ, աշխատանքներ ունեմ անելու։ Իմ սիրելի նկարը այն նկարն է, անկյունի մարդու մտքին եւ հոգուն ինչ-որ բան ասել։ Արման Մելիքյանի շտաբում նախընտրական բուկլետներ, կարգախոսներ չկան, տեխնացուի մարտավարության փոփոխությունը կամ ակտիվ քարոզչության անցումը կախված կլինեն իր գրության առնչությամբ ԿԸՀ որոշումից։ Եթե մերժվի մեր առաջարկը, մենք արդեն կձեռնարկենք այլ քայլեր, որոնք կարծում եմ հնարավորություն կտան մեր քաղաքացիներին ճիշտ կողմնորոշվել։ Նախընտրական քարոզչությունն Արման Մելիքյանն իրականացրել է մամուլի ասուլիսների, հեռուստաելույթների, նաև Facebook-ի միջոցով, շեշտելով ընտրությունների օրինականության ապահովման խնդիրը։ Սասնա ծռերի հայերեն տարբերակն արագ սպառվում է, էպոսագետ տեխնացուն սիրում է հատկապես դյուցազնավեպի վերջաբանը, բայց անգիր ասել չի սիրում։ Վերլուծությունը լավ էր, 5 էի ստանում, բայց անգիրը շատ Աստված ինձ այդ շնորհքի ձեռքել է, չեմ կարողանում նույնիսկ քառատով անգիր ասել։ Նախընտրական մրցապայքարից իր նկատմամբ հասարակության մեջ դրական տեղաշարժից նախագահի տեխնացուն գոհ է։ Նախընտրական քարոզչության եկող շաբաթվա մեկնարկին Վարդան Սետրակյանը կլինի Երևանում, չորեքշաբթի 5-շաբթի կլինի մարզային մաս-մեդիայի հյուրը։ Աշխատում ռուսական գրականությունը ռուսերեն կարդալ, իսկ Տագորի հայերեն տարբերակները չհանդիպեց։ 2013 թվականի փետրվարի 18-ի կայանալիք ՀՀ նախագահի ընտրություններին իմ տեխնացությունը հանելու մասին։ Հարգանքով Արամ Հարությունյան։ Նախընտրական մարաթոնն առաջիկա շաբաթ կշարունակեն 7 տեխնացուները։ Փետրվարի 8-ին ինքնաբացարկի վերջնաժամկետներ։
Առաջին հաղորդագրությունը ըստ օրենքի նախատեսվում է քվեարկության օրը առավոտյան ժամը 9-ին, երբ ներկայացվելու են տեղեկություններ քվեարկության ուրեմն սկզբի վերաբերյալ, այսինքն բացվել են արդյոք տեղամասերը։ Տարվա քաղաքական գլխավոր իրադարձության օրը փետրվարի 18-ին կենտրոնական ընտրականն աշխատելու է արտակարգ գրաֆիկով։ Քվեարկությունից 10 օր առաջ էլ հանձնաժողովի նիստը վճռորոշ էր։ Ինքնաբացարկից բացի լրացավ նաև դիտորդների հավատարմագրման ժամկետը։ Ազդարարվեց էլեկտրոնային քվեարկության սկիզբը, կազմվեց քվեաթերթիկը։ ԿՀ-ն աշխատեց մինչև ուշ երեկո, օրը նաև Տիգրան Մուկուչյանի տարեդարձն էր։ Մայա Խաչատրյան, Տիգրան Բաբայան, Հակոբ Թումանյան, Առաջին լրատվական։ Իդեպ, այսօր ցերեկը նախագահի տեխնացու Պարույր Հայրիկյանն ի վերջո սահմանադրական դատարան ներկայացրել է ընտրությունները 2 շաբաթով հետաձգելու մասին իր դիմումը։ Հիշեցնեմ, որ մայրօրենքը տալիս է նման հնարավորություն, եթե տեխնացուներից մեկի համար քարոզարշավն անցկացնելու համար անհաղթահարելի խոչընդոտ է առաջանում։ Հիշեցնեմ նաև, որ Հայրիկյանը նախորդին նամակով դիմել էր նախագահի 2 այլ տեխնացուների՝ Ռաֆի Հովհաննիսյանին և Հրանտ Բագրատյանին, առաջարկելով հանդես գալ միասնական տեխնացուով։ Այսօր ընտրությունները երկարաձգելու մասին դիմումը ներկայացնելուց հետո Հայրիկյանը հայտարարել է, որ եթե ընդդիմադիր տեխնացուների միավորումը տեղի ունենա, ապա նա հետ կվերցնի իր դիմումն ու ընտրությունները կկայանան նախանշված օրը, փետրվարի 18-ին։ Իսկ թողարկման այս հատվածում առաջարկում եմ էքսպրես կարգով ծանոթանալ անցնող շաբաթվա առավել ուշագրավ իրադարձություններին մեկ տեսաշարով։ Եվ այսպես Հերմինե Բաղդասարյան անցնող շաբաթը կադրերով։ Շաբաթը սկսեց նախագահական ընտրության մեկնարկի հետ հաշվարկը, օրենքի պահանջ է քվեարկության ժամկետից 10 օր առաջ բնակչության ռեգիստրից տեղեկացրին։ Երկրում կա 2.505.882 ընտրող։ Կենտրոնական դրական հանձնաժողովն էլ ամփոփեց, հավատարմագրել է 623 միջազգային եւ 6034 տեղական դիտորդի։ Ուրբաթ երեկոյան ընդունեց նախագահի տեխնացուներից մեկի ինքնաբացարկի դիմումն ու տպարան ուղարկեց քվեաթերթիկի հաստատած վերջնական նմուշը։ Դրանում ընտրապայքարի մեջ մնացած 7 անձանց անուն ազգանուն հայրանունները ընտրողները կկարդան այբենական հերթականությամբ։ Առաջին համար Բագրատյան Հրանտ Արարատի, երկրորդ համար Հայրիկյան Պարույր Արշավիրի, երրորդ համար Հովհաննիսյան Ռաֆի Կ. Ռիչարդի, չորրորդ համար Ղուկասյան Անդրեաս Մարատի, 5-րդ համար Մելիքյան Արման Վարդանի, 6-րդ համար Սարգսյան Սերժ Ազատի և 7-րդ համար Սեդրակյան Վարդան Ժորժիկի։ Ընտրական զարգացումներին թեժությամբ այս շաբաթ չզիջեցին սոցիալ-տնտեսական կրքերը։ Ատամնաբուժների խնդիրը բացեց ազգային ժողովի գարնանային նստաշրջանը։ Արտոնագրային վճարի բարձրացման դեմ դժգոհող եւ ստոմատոլոգիական ծառայությունը թանկացնել սպառնացող բժիշկներին ֆինանսների նախարարն, ինչպես ասում են, մերկացրեց Նյուզեյեմի հետ հարցազրույցում, ասել է. պետական ֆինանսիստներն ու հարկահավաքներն են գնում ատամ պլոմբելու, գիտեն իրականում ինչն ինչ արժե եւ չեն հավատում պետեկամուտների կոմիտե նրանց ներկայացրած հաշվետվություններին, թե ոլորտը բավարարվում է 2-ից 5% շահույթով։ Ատամնաբույժներն էլ իբրև թե 32-ից 72 հազար դրամ աշխատավարձ են ստանում։ Կլինիկան բժշկից բազկաթոռի համար ամսվա կտրվածքով 200-ից 350 հազար դրամ վարձակալական գումար է վերցնում բյուջեին տալիս 4500 դրամ շահութահարկ, կամ օրվա մեջ այդ բազկաթոռին վաստակվող փողից ոչ ավելի քան 350 դրամ։ Հարկն այո բարձրացվում է, ավելի ճիշտ ստվերն են կրճատում, բայց դա ատամնաբուժի բեռը չէ, այլ կլինիկայի սեփականատիրոջ։ Նա սովորական տնտեսվարող է եւ եթե փորձեն համատարած թանկացնել ծառայությունը, խնդրով կզբաղվի Շաբոյանի հանձնաժողովը։ Եթե դուք 80,000 դրամը բաժանեք աշխատանքային օրերի վրա եւ ամեն մի կլիենտին մատուցած ծառայության վրա, ապա կտեսնեք, որ դա մի քանի լումայի մասին ախոս կգնա։ Եվ հարցը առաջանում, եթե 80,000 ամսեկան պետք է վճարի պետությանը, ինչի պետք է յուրաքանչյուր քաղաքացու 2 անգամ ավելի շատ գումար վերցնի։ Շաբաթը հստակեցրեց դեռ անցած տարվանից ծխախոտի համար բարձրացվող հաստատագրված վճարն ամենևին էլ չի կործանել հայրենական արտադրությունը, ձեռնարկություն փակել, մարդկանց թողել առանց աշխատատեղի։ Մտահոգությունը տեղին չէր, բոլորս էլ կարող ենք սխալվել, հինգշաբթի անկեղծացավ Grand Holding-ի ղեկավարը, հպարտությամբ հայտարարելով. բիզնեսն առաջիկայում կընդլայնեն թութունին զուգահեռ Տավուշում ու Արցախում ցորեն մշակելով, մտադիր են Grand Ալրաղաց շահագործել։ Գործող ձեռնարկություններում էլ նոր հոսքագծեր են ներդրել, մեծացրել արտադրական հզորությունները, հայկական իրենց քաղցր բրենդի ու սիգարետի պահանջարկն ավելացել է, ինչ-ինչ ծխախոտի արտահանման ծավալները ապահովել է պետք։ Առաջի դեպքն է, որ ներմուծողը
եւ տեղական արտադրողը սալդոն դրական է։ Գործարարների 68%-ը Հայաստանում տեխնիկական բարձր հմտություններով որակյալ մասնագետների կարիք է զգում, բացահայտեց միջազգային հերթական զեկույցը։ Անհրաժեշտ է սովորել, մանավանդ որ խելացի երիտասարդների համար չորեքշաբթիից սկսած ուսմանն անհրաժեշտ փողն այլևս խնդիր չէ։ Հայաստանը սոցիալական նոր ծրագիր սկսեց 14 առևտրային բանկ պատրաստ է կրթական մատչելի վարկ տալ։ Գումարի չափը 1.800.000 դրամ, 4 փուլով փոխանցում են անմիջապես բուհի հաշվապահություն։ 12%-անոց փոխառության 2%-ը պետությունը վերցնում է իր վրա, գերազանցիկներին խոստանում 3% սուբսիդավորում։ Ուսանողին մնում է ամեն դեպքում երաշխավոր գտնել թեպետ, փողն ինքն է հետ վճարելու ինստիտուտն ավարտելուց աշխատանքի անցնելուց հետո։ Վարկը տրամադրվելու է 10 տարի ժամկետով, 4 տարի լինելու է արտոնյալ, 4 տարուց հետո այդ վարկառուն ուսանողը սկսելու է իրականացնել վարկի նորմը։ Ուսանող դառնալ երազողների համար շաբաթը ցրեց շտեմարանային մտահոգությունները, պարզվեց կառավարական միջամտություն է պետք, որ հայոց լեզվի թեստերում փոքրատար մաշտոցը դիմորդին անակնկալի չբերի որպես կովերին քորող սաներ կամ ծիսական մատյան։ Խնդիրը փակեց նախարար Աշոտյանի խոստումը անձամբ վերահսկել հարցաշարերի կազմումը։ Երկրի կրթական նոր սկզբունքը թելադրում է չխանգարել շրջանավարտին հեշտությամբ բուհ ընդունվել, թող սովորի դժվարությամբ ավարտի այն։ Արհեստական բարդացված տեստեր չեն լինելու քննական առաջադրանքների մեջ, հավելյալ աժիոտաժ պարունակող երկիմաստ առաջադրանքներ նույնպես չեն ներառվելու։ Հայաստանում հոգսերն իբրև քիչ էին, շաբաթն ավելացրեց նաև հալածվող ադրբեջանցի գրողին կարեկցությունը։ Հայերին չքարկոծելու համար Աքրամ Այլիսլիին անձամբ Ալիևի կարգադրությամբ զրկել են ժողովրդական գրողի կոչումից, նախագահական կենսաթոշակից չի բացառվում նաև Ադրբեջանի քաղաքացիությունից։ Եթե մորթված ամեն մի հայի համար մեկական մոմ վառվի, լույսը լուսնից վար կստացվի, անկեղծացել է նա իր քարե երազներում։ Հերմինե Բաղդասյան, առաջին լրատվական։ 25 տարի առաջ հենց այս օրերին Հայաստանի հետ վերամիավորվելու պահանջով Արցախում ծավալված ցույցերով սկիզբ առավ մեր նորագույն պատմության, իրադարձություններով երևի թե ամենահարուստ փուլը, սկսվեց Ղարաբաղյան շարժումը, շարժման հետ էլ համազգային զարթոնքը։ Արցախահայության օրինական պահանջին Ադրբեջանը պատասխանեց այնպես, ինչպես կարող էր եւ ինչպես բնորոշ է այդ պետությանը կոտորածներով, տեղահանումներով, լայնամասշտաբ ռազմական գործողություններով հայկական բնակավայրերի դեմ եւ որպես հետևանք պատերազմով։ Ուշագրավ է, որ շատ մարտեր մղվել են ձմեռային ամիսներին, հակառակորդներ այդպես ուզում, քանի որ ենթադրում էր, թե ցրտերը մեր ինքնապաշտպանական ջոկատների համար լրացուցիչ բարդություններ կստեղծեն, որոնք առանց այդ էլ քիչ չէին։ Ի տարբերություն թշնամու, մինչև ատամները զինված բանակի, հայկական ջոկատները մարտի էին գնում ինչով կարող էին։ 1992 թվականի այս օրերին ազատագրվեց Մալի Բեյլին, այժմ արդեն Աչափնյակը, որտեղից ամեն օր անխնա գնդակոծության էր ենթարկվում Ստեփանակերտի խաղաղ բնակչությունը։ Ազատագրվեց, չնայած թշնամին մինչև ատամները զինված էր։ Հիմա էլ մարտական գործողության մասնակիցները հումորով են վերաբերում հակառակորդի զինվելուն, պնդելով, որ իսկական կռվողը ամեն ինչով էլ կկռվի։ Մերի Դավթյան, շարժման տակ ձմեռը։ Մելքի համարը, վրեժ գնչում վերիշ տղանա։ Չէ, ասма Լենին աղբորը։ Պատերազմն անցած տղաները վերհիշում են, թե ինչպես ազատագրեցին Չարիքի որջ դարձած Մալիբելին, իսկ վերհիշելու շատ բան կա։ Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը 21 տարվա վաղեմության փետրվարյան դրվագների մասին թվացial հանգստությամբ է խոսում, մինչդեռ պատմության սրբագրումները հեշտ չտրվեցին։ Մեծերը սարսափով տենց բան են ասում, թուրքը գալիս է։ Ու այդ բանը մեր մեջ ջարդվեց։ Մենք այդ վախը հաղթահարեցինք։ Ու այդ իրար հետևից հաղթանակներն էլ մեզ վստահություն տվեցին, որ մենք կարող ենք հաղթել։ Ու ոչ թե կարող ենք, այլ պարտավորել ենք հաղթել։ Ստեփանակերտը խեղդվում էր մահացու օղակի մեջ 4 տարի ձգվող ահաբեկումների ու չարագործությունների շարքում Մալիբելին առաջնությունը չէր զիջում ոչ մի ուրիշ կետի։ Բախումների մասին լրատվությունում միշտ կար Մալիբելի անունը։ Ստեփանակերտի վրա արկ ու հրթիռ ուղարկող հիմնական հրե օջախներ։ Արցախի մայրաքաղաքն ապրում էր հրթիռահրանոթային կրակատեղման տակ։ Դեռ 99 Սաֆոնովի պատժախմբերը Մալիբելույում հայտնաբերեցին իսկական զինապահեստ, բազմատեսակ զենքերով, զինամթերքով, նույնիսկ թնդանոթներով։ Իրանք պատրաստվում էին քաղաքը գրոհել, ասենք, չգիտեմ, դա երբ կանեին, բայց իրանք դրան պատրաստվում են։ Մենք մեր տունը այստեղից երևում է շենքը։ Ես երբ որ տանն էի, նայում ես
իրար հետևից ուղղաթիռ նստում ու զենք զինամթերք մարդիկ իջնում են հեռադիտակով նայում էր տեսնում էր մարդիկ ապաշկարա զենքը իջացնում էին Ուշացնելն այլևս ճակատագրական կլիներ Ստեփանակերտի համար բնակչության անվտանգությունն ապահովելու համար 92-ի փետրվարի 10-ին արդեն Արցախի ինքնապաշտպանական ուժերը հարկադրված էին ոչնչացնելու ադրբեջանական կրակակետերը մեզ ահաբեկում էին եւ բարձր նպատակը մեզ գոտորելն էր Դե դրա պատասխաններ ստիպված ուզենք չուզենք պետք է տայինք ուզում ես ապրես մի բան պետք է անես չէ պայքարես դե պլանավորեցինք էլի Հրամանատարը այդ ժամանակ արդեն կամոնդոսներ, հարկածի տեր Թաթողոսյաններ եւ պլանավորեցինք, պլանը գծեցինք ուղղությունները, որ ջոկատ որ կողմով պետք է գնա։ Եվ չնայած ծրագրված առաջին ռազմագործողություններից Ցերփայլուն իրականացվեց։ Հակառակորդը ճողոպրեց, թողնելով տասնյակ զոհեր, ռազմական գործի պրոֆեսիոնալն այսօր զավեշտով է նայում սպառազինվելու տենդով ապրող հարևանին։ Մայլիբելույում էլ անթիվան հաշիվ զինապայս ներկային։ Զենքը չի հաղթում։ Զենքը դա գործիք է։ Եվ ուղղակի դրանով է պաշտպանում եւ այլն, բայց ասինքն եթե դու պատրաստ չես պաշտպանվել, ինչ զենք ուզում են դնեն ձեռդ չես կարող պաշտպանել։ Իսկ եթե պատրաստ ես, այդ զենքը գտնվում է։ Ու աշխարհը զենքով լիքն է, այսինքն ես չեմ հասկանում, որ սկսում եմ մտածել բա զենք, բան եւ այլն։ Դու եթե պատրաստ լինես կռվելու, քեզ զենքը տալու են արխային։ Մենք էլ որ ասենք շարժումը սկսում էր չենք պատկերացնում զենքը որտեղից կլինի, բայց զենքն եղավ։ Ամենակարևոր բանը մարդու ոգին է։ Ոգի տեղն է, ուրեմն հաղթելու ես։ Այս գաղափարով էր ապրում Արկադի Կարապետյանը դեռ 88-ից էլ առաջ եւ այդ գաղափարներով էր կազմակերպում Արցախյան շարժման ընդհատակը։ 100 դար առաջ փետրվարին կատարվեց այն, ինչն այլևս անշրջելի է։ Սա համոզմունք չէ, սա իրականություն է։ Նախկին Մայլիբելին այսօր Աչափնյակ է, որտեղ երեխաները դպրոց գնում են X-o համակարգիչներով։ Մեր նկարահանումների ժամանակ էլ գուցե եւ ոչ պատահական Արկադի Կարապետյանը զանգեր էր ստանում ընկերներից։ Բոլորին հրավիրում էր։ Կներեք։ Алло. Вася, привет. Амс 13-ին կիքյաս լի։ Կիքյաս հրապարակ ժամի 11-ին։ Մերի Դավթյան, Մահեր Մկրտչյան, Առաջին լրատվական։ Երբեք չմեռնես։ Ընդամենը երկու բառ, որոնք կարող են լինել տարբեր նախադասություններում այլ բառերի հետ միասին, երևի թե 100 հազարավոր տարբերակներով։ Բայց հանճարեղ Հովհաննես Գրիգորյանի մատուցմամբ երբեք չմեռնեսը վերածվեց պատգամի, մաղթանքի եւ նույնիսկ մի ամբողջ փիլիսոփայության։ Անցնող շաբաթ Հովհաննես Գրիգորյանը լքեց երկրային կյանքը, միայն երկրայինը, քանի որ կյանքը շատ ավելին է, քան դրա ֆիզիկական տևողությունը։ Եվ հենց այս առումով երբեք չմեռնեսը բոլորովին ուրիշ իմաստ ու խորություն է ստանում։ Հովհաննես Գրիգորյան, երբեք չմեռնես ու երբեք չես մեռնի։ Փետրվարի 7-ի լուսաբացին կյանքից հեռացավ բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանը։ Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ իր բանաստեղծական ժողովածուի վերնագրով անգամ պոետիկ կտակի վերածեց կյանքի ու ստեղծագործելու իր կերպը։ Երբեք չմեռնես։ Նա գրականություն մտավ 60-ականների ազգային հոգևոր վերելքի ալիքի վրա ու իր ժամանակի բանաստեղծություն բերեց մտածողության իր տեսակն ու ոճը, խոսեց ամենակարևոր ու անհրաժեշտ բաների մասին, բոլորին սիրելի ու հասկանալի լեզվով։ Իր հարազատ Գյումրին, Հայաստան երկիրն ու իր ժամանակը սիրեց անխարդախ սիրով, այդ անսահման սերը խտացնելով գրիգորյանական բանաստեղծական տողի, ազատ հանգի ու մեր օրերի կնիքով կնքված պատկերների մեջ։ Հիմա նրա կենսագրությունն ու գրական պետական մրցանակները, Իսահակյանի անվան գրական մրցանակ, Մովսես Խորենացի մեդալ, Վահագն եւ Արցախի պետական մրցանակներ ընդամենը արձանագրվող փաստեր են, մինչդեռ Հովհաննես Գրիգորյան բանաստեղծի մի ամբողջ գրական սերնդի համար ստեղծագործական տիրույթ, դիմագիծ ու տրամադրություն էր ստեղծում, ազնիվ, առանց կեղծ ու վերամբարձ պաճուճանքների ու մարդկային սիրով առլեցում։ Նա նույնքան մտահոգ էր, ինչպես այսօրվա բանաստեղծության ճակատագրով, այնպես էլ բոլոր այն պատանիների համար, ովքեր մեր անհոգի օրերում բանաստեղծի ճակատագիրն ապրելու դրոշմով էին ծնվել։ Եվ իր պոեզիայով ապրող ոգեշնչողներին, գրչակից եղբայրներին ու ապագա պոետներին պատգամեց ու գնաց. երբեք չմեռնեք։ Ինքնա մեր կողքին է վաղուց, շրջում է մեր մեջ վաղուց, փնտրում է մեր մեջ ու չի կարողանում գտնել գոնե մեկին, որի համար արժեր խաչ բարձրանալ ու ամենը սկսել նորից։ Ֆաշիստական Գերմանիայում բարձրագույն ռասայի ձևավորման հիվանդագին մոլուցկով տառապող իշխանությունները ոչ հրապարակային, բայց առանձնապես չթաքցնելով էլ ազատվում էին այն նորածիններից, ովքեր առողջական տարատեսակ խնդիրներ ունեին։
Ֆաշիստական պրոպագանդան որևէ շեղում ունեցող մարդկանց դուրս էր մղում հասարակությունից, նրանց դարձնելով հանրությանը ոչ պիտանի զանգված, որից բոլորը երես էին թեքում։ Խորհրդային միությունը ոչ իհարկե նման ցինիզմով ու խորությամբ, այդուհանդերձ նույնպես ամեն ինչ անում էր հաշմանդամներին հասարակության մեջ որպես երկրորդ կարգի մարդ ներկայացնելու, նրանց հնարավորինս հանրությունից մեկուսացնելու եւ սոս գոյատևման դատապարտելու համար։ Միության փլուզումից հետո համընդհանուր արժեքների վերաիմաստավորման պայմաններում մենք սկսեցինք գիտակցել, որ հաշմանդամները հավասար իրավունքներ ունեն կամ պետք է ունենան նույնպիսի իրավունքներ, ինչպես մնացած բոլորը, ազատ տեղաշարժվելու, արտահայտվելու, աշխատելու, կայանալու եւ այլն։ Բայց գիտակցելն ու դրան իրապես հասնելը բոլորովին տարբեր բաներ են։ Պետական կառավարման համակարգն օրինակ նոր է միայն, իրապես բաց դառնում հաշմանդամների համար։ Մասնավոր հատվածում խնդիրները պակաս ցավոտ չեն։ Մարդիկ շատ դեպքերում ուղղակի հրաժարվում են աշխատանք տրամադրել հաշմանդամներին, որպես կանոն ընդամենը կարծրատիպերին տուրք տալով։ Արմինե Էդումյան, ապրել հավասարի իրավունքով։ Արտակարգ իրավիճակների նախարարության անձնակազմը միայն վերջերս համալրածները հանդիսավոր շքերթին արդեն շարք են դուրս եկել իրենց փորձառու գործընկերների հետ։ Մեր երկրում առաջինը պետական մարմիններից եւ որակյալ աշխատանքի ամենաօրինակելիներից արտակարգ իրավիճակների նախարարությունը աշխատանքի ընդունեց հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Այս փուլում նախապատվությունը տրվել է տեղաշարժի խնդիր ունեցողներին։ Հիմա համակարգի նորեկներն ամեն առավոտ աշխատանքի են շտապում, հատկապես որ կարևոր գործ են անում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունը 911 լսում եմ։ Նորեկները եւս փրկարարներ են կոչվելու, բայց պայմանական քննությունը հանձնելուց հետո։ Առայժմ 10 հոգի ընտրվել է մրցույթով եւ արդեն 3 շաբաթ է փորձաշրջան է անցնում։ Հասցրել են ստանալ իրենց գործի ամենակարևոր դասը։ Պետք է հանգստություն ունենանք, նյարդայնանանք, որովհետեւ շատ մարդիկ են զանգահարում, խուճապահար կամ վախեցած։ Ալբերտն իր 3 շաբաթյա փորձաշրջանի ընթացքում հասցրել է սպասարկել նաև ամենազավեշտալի դեպքերից։ Որ կատուներն են բարձրանում ծառերը, ստիպված տենց ուղարկում ենք փրկարարներին։ Բայց ամենաբարդ դեպքի արձագանքը կազմակերպել էր հենց նկարահանման օրը։ Խոշոր ավտովթար Արարատի մարզում կապվել են հրշեջների շտապօգնության եւ ոստիկանության հետ։ Բարեբախտաբար առանց զոհերի վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել։ 5 մեքենա էին բախվել իրար, կային տուրացներ եւ մենք արագ արձագանքում կազմակերպեցինք։ Աշխատանքում նրա պատասխանատուն չի էլ կասկածում, որ քննությունը կհանձնի գերազանց։ Շատ քիչ ժամանակ է, որ այստեղ են, բայց շատ մեծ առաջընթաց եմ տեսնում։ Խուճապահար զանգողը չի տեսնի նոր օպերատորի հոլիվուդյան ժպիտը, բայց համարժեք արձագանք կստանա ի պատասխան ահազանգի։ Սկզբում զանգերն ենք սպասարկում սահմանված կարգով, հետո ահազանգն ենք գրանցում եւ կազմակերպում արձագանքում։ Քրիստինեն արդեն անգիր է արել, որ նախ պետք է ճշտի հասցեն հեռախոսահամարը եւ ուղարկի համապատասխան տարածք եւ այս ամենը շատ արագ, որ արձագանքը չուշանա։ Ունենք ընթացքում ամենը շնորհ կլինի, ձգտում ամեն դեպքում կա։ Ահազանգման կենտրոնի պետը նկատում է, որ իր մոտ փորձաշրջան անցնող 4 սկսնակ օպերատորները բոլորն էլ շատ ընդունակ են։ Նրանց աշխատում են տալ այն ամենը, ինչ իրենք գիտեն եւ չի էլ կասկածում, որ 4-ն էլ կանցնեն քննությունը։ Լավ տրամաբանություն ունեն ու հիանալի կողմնորոշում։ Մեր գործում հիմնականը դա է դեր խաղում։ Բոլոր նորեկների հրամանատար է նշանակվել հայոց բանակի լեյտենանտ Արտյոմ Սահակյանը։ Այնինչ կապված է բանակի հետ ջրի պես անգիր գիտի, ռազմական բարձրագույն կրթություն ունի։ Արցախում գումարտակի հրամանատարի տեղակալ է եղել։ Ցավոք հենց բանակում հակառակորդի դիպուկահարից ծառայողական պարտականությունները կատարելիս էլ վիրավորվել է։ Այստեղ նրան ամենաբարդ վերլուծական աշխատանքներից է բաժին ընկել։ Նրա խումբը միջամտում է, երբ իրավիճակը բարդանում է, դուրս գալիս վերահսկողությունից։ Ինքը անցել է մարտական ուղղությամբ, ասենք, ասենք։ Ու այդ իր ձեռքբերումները, ինչ-որ ինչպես ինքը նշեց, տարբերություն չկա։ Առաջի գիծած այլ է, կարելի է համարել առաջի գիծ։ Արտյոմն այսօր իր աշխատանքում գերակա մարդու կյանքին է տալիս եւ օգտագործում բանակում ստացած գիտելիքները։ Ինչ կա բանակում, որը որ պետք է եկե 11-12 տարիների ընթացքում դա արագ կողմնորոշում, իրավիճակի գնահատում, միշտ նույնը ստեղ պետք է։ Նույն բաժնում նրա սկսնակ գործընկերներն աշխատանքային օրն սկսում են օպերատիվ իրավիճակին ծանոթանալով եւ գիտեն դրա համար ինչ է պետք անել։ Մոնիտորինգ անցկացնենք սեյսմիկ ծառայության, հիդրոթերապևտուրաբանական կենտրոնների, հակակարգտային կայանների մասին։ Արդեն տիրապետում են քարտեզներին, գիտեն տեղանքը ճանաչելու սկզբունքները եւ ամեն օր այս նրբությունները սերտելուց բացի գիտեն որտեղ ինչ դեպք է տեղի ունենում։ Ճարաշ տեղեկություն ստացանք, որ 70 մեքենա Սևանում Այրովում վտարը տեղի ունեցել մեր օպերատիվ խորհուրդը գնաց այնտեղ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը առաջին փուլում հաշմանդամություն ունեցողների համար 30 աշխատատեղ է հատկացրել, ընդ որում մինչ աշխատանքի ընդունելը կազմակերպելով ուսուցում ու վերապատրաստում։ Նրանց գիտելիքների վրա մենք ստեղծում ենք այն ծառայողը, որը հետագայում կարողանա լուրջ խնդիրներ լուծել նաև ճգնաժամային կառավարման կենտրոնում։ Հաշմանդամություն ունեցող անձանց համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները, ինչպես տեղաշարժման, հանգստի եւ սանհանգույցներից օգտվելու։ Շենքում ամեն ինչ չէ, որ հարմար է եղել բոլորի տեղաշարժի համար, բայց համապատասխանեցրել են։ Նախարարի հրամանով 2012-ից արդեն կառուցվող շենքերում ճարտարապետական լուծումները կազմվում են այն հաշվարկով, որ հաշմանդամություն ունեցողները տեղաշարժի խնդիր չունենան։ Չնայած որ մինչև այսօր էլ մեր երկրում տրվում են հաշմանդամություն ունեցողների տեղաշարժի հարմարությունները չնախատեսող նախագծերով շինթույլտվություններ։ Նաև այդ պատճառով է, որ շատերն աշխատանքի խնդիր ունեն, սակայն ավելի շատ գործատուների կողմից խտրականությունն է, որ հասարակական կազմակերպություններն ընդգծում են։ Կոնկրետ իմ օրինակով կարամ բերեմ, որ ժամանակին ես գործը ուզում եի ընդունվեի աշխատանքի, գործատուն մենակ ասում է գնանք զանգենք, ու էլ չէ զանգում։ Արտակն էլ որոշեց իր հմտությունները, փորձը, գիտելիքներն ու ձեռներեցության շնորհքն օգտագործել սեփական գործը հիմնելու վրա։ Նա իր փոքր բիզնեսն սկսեց, տպագրատուն է հիմնել եւ իր փորձից գիտի պետք է գտնել յուրաքանչյուրի ուժեղ կողմը եւ ներդնել դա գործում։ Դժվարությունները տպագրական գործում ես կարամ ասեմ մի քանի տեղա, որ հաշմանդամը չի կարող աշխատի, թե չէ մնացած ստանոկների մոտ, գործիքների մոտ ինքը կարող աշխատի, որպես դիզայներ կարող աշխատի, չգիտեմ, այնտեղ էջադրող բոլոր գործերում կա։ Արտակի տպագրատունն արդեն իր հաճախորդներն ունի, տպագրում են այցեքարտեր, օրացույցներ, բուկլետներ, պոստերներ եւ այն ամենն, ինչ կպատվիրի հաճախորդը։ Անհրաժեշտության դեպքում խնդիրները նա վերածում է առավելության։ Իր տեսողական խնդիր ունեցող ընկերոջն է պատվիրել բրայլյան այցեքարտի վրա աշխատանքի մի մասը։ Նա նաեւ հստակ գիտի, թե ինչու ընտրել Zart Print-ը։ Այստեղ որակով ու ավելի մատչելի են ծառայությունները։ Նա նաեւ զեղչեր ու անվճար ծառայություններ է տրամադրում բարեգործական ու հասարակական կազմակերպություններին, իսկ շահույթի մի մասն ուղղում հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների լուծմանը։ Այսօր Հայաստանում 180,000 հաշմանդամություն ունեցող մարդ կա, 1400-ը գրանցված են գործազրկության կենտրոնում եւ աշխատելու ցանկություն ու կարողություն ունեն։ Առաջիկայում Արտակը կընդլայնի իր բիզնեսը եւ մտադիր է աշխատանքի ընդունել նաեւ հաշմանդամություն ունեցող մարդկանց։ Նա վստահ է, որ կարելի է սովորեցնել բոլորին եւ իդեպ օրենքի առջեւ հավասար են բոլորը։ Ես հենց նոր Արտակի տպիչով եւ մեծ տարերով ի գիտություն բոլոր գործատուների տպեցի սահմանադրության համապատասխան հոդվածը։ Խտրականությունը կախված հաշմանդամությունից արգելվում է այնպես, ինչպես կախված սեռից, ռասայից եւ այլն։ Արմինե Ուդումյան, Էդգար Դավթյան, Առաջին լրատվական։ Եվ թողարկման վերջում ֆուտբոլի մասին։ Նախորդ 2 տարիների մեր ֆուտբոլային փայլուն հաջողություններն անկասկած էապես վերափոխել էին մեր սպասելիքները ազգային հավաքականից։ Հիմա մենք օբյեկտիվ է դա թե ոչ, բայց միայն հաղթանակներ ենք սպասում, նույնիսկ եթե մրցակիցը աշխարհի ամենահզոր թիմերից մեկն է։ Եվ այս տրամադրության ֆոնին առավել քան ակնհայտ էր, որ Հայաստան-Լյուքսեմբուրգ ֆուտբոլային հանդիպումից մենք միայն ու միայն հաղթանակ էինք սպասում։ Ճիշտ է, հավաքականի կազմում բացակայում էին առանցքային մի քանի ֆուտբոլիստներ եւ բացի դրանից ազգային ընտրանի էին հրավիրվել մի շարք նորեկներ, որոնց համար Լյուքսեմբուրգի հետ հանդիպումն առաջինը պետք է լիներ հավաքականի կազմում, այդուհանդերձ գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ ֆրանսիական Վալանսում հաղթելու է հայկական ֆուտբոլը։ Բայց սպասումներն այդ մեղմ ասած այնքան էլ չարդարացան։ Ոչ ոքի, 1-1։ Առաջին լրատվականի նկարանող խումբն է ուղեկցել ազգային հավաքականին։ Էդուարդ Քալանթարյան, ֆուտբոլային տարվա մեկնարկը։ 2013-ին ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը գրանցեց ամենավաղ մեկնարկներից մեկը։ Փետրվարի սկզբին մենք վաղուց չէինք խաղացել։ Իհարկե հաշվարկն ավելի վաղ էր կատարվել Լյուքսեմբուրգի հետ հանդիպումից հետո մարտի 22-ին պետք է լիներ նաև Թուրքմենստանի հետ տնային խաղը, որը սակայն չեղյալ հայտարարվեց։ Լյուքսեմբուրգն ըստ էության դարձավ մեր վերջին մրցակիցը Չեխիայի հետ աշխարհի առաջնության ընտրական խաղից առաջ։ Ֆրանսիայի Վալանսը Եվրոպայի ամենահայաշատ քաղաքներից է։ Եթե միայն Վալանսի եւ հարևան Լիոնի հայերը ցանկանային, ապա Հայաստանի հավաքականի համար կապահովեին լեփ-լեցուն տրիբունաներ։ Իրականում Ժորժ Պոմպիդու ստադիոնում առավելագույնը 1500 հայեր ներկա։ Մտահոգիչ է հաշվի առնելով այն, որ աշխարհասփյուռ հայությունը հայրենիքի հետ կապ պաշտպանելու այսպիսի առիթների միշտ սպասում է։ Լյուքսեմբուրգի հետ խաղում Վարդան Մինասյանն առաջին հերթին պետք է գործի մեջ տեսներ նորեկներին, բայց սա նաև առաջին ու վերջին հնարավորությունն էր հասկանալու, թե որքանով են նրանք ընդունակ փոխարինելու որակազրկված Հրայր Մկոյանին, Կարլեն Մկրտչյանին ու Արթուր Եդիգարյանին։
Արդյունքում Արտյոմ Խաչատուրովը եւ Կարեն Մուրադյանը տեղ գտան մեկնարկային կազմում, իսկ Նորայր Ասլանյանը դաշտում հայտնվեց վերջին կես ժամվա ընթացքում։ Բարձրահասակ ու ամրակազմ Խաչատուրովն առաջին հայացքից հիանալի զույգ կարող է կազմել Ռոբերտ Արզումանյանի հետ, բայց 19-ամյա երիտասարդի համար տրամաբանական փխրությունը բերեց մի քանի դիրքային սխալի։ Գումարենք նաև Նորամուտի հետ կապված հուզմունքը եւ ամեն ինչ կընկնի իր տեղը։ Իսկ ընդհանուր առմամբ Խաչատուրովը բավական գրագետ ու համարձակ պաշտպանի տպավորություն թողեց։ Անձամբ իմ կողմից կոպիտ սխալներ եղան, ինչից խուսափել էր հարկավոր։ Խաղիցս գոհ չեմ։ Արդյունքն էլ կարող էր ավելի լավը լինել, բայց Հայաստանի հավաքականը մեծ ներուժ ունի, հատկապես հարձակման գծում մեծ վարպետներ են հանդես գալիս։ 20-ամյա գյումրեցի Կարեն Մուրադյանից նույնպես ժամանակ պահանջվեց Նորամուտի հուզմունքը հաղթահարելու համար։ Առաջին կես ժամվա ընթացքում նրա փոխանցումները միայն ետ էին կենտրոնական պաշտպաններին, բայց երկրորդ խաղակեսում Մուրադյանը սկսեց ավելի համարձակ գործել եւ նրա խաղային որակներն ավելի լավ ընդգծվեցին, եւ նրա հարցում Մինասյանը կարելի ասել կողմնորոշվել է։ Եթե արտառոց ոչինչ չպատահի, Մուրադյանը կխաղա Չեխիայի հետ։ Կարող էր ավելի լավ ստացած, մարզիչները կգնահատեն, կասեն, սխալներս կաշխատենք էլի։ Նորայր Ասլանյանն արդեն առաջին հպումով կարող էր գոլի հեղինակ դառնալ, բայց վրիպեց նպաստավոր դիրքից։ Սակայն նրա ակտիվությունն ու համառությունը տեղ չի թողնում կասկածել, որ այդ ֆուտբոլիստը հավաքականին շատ պիտանի կլինի։ Հոլանդիայում ենք նոր սկսել, մի հատ խաղ ենք խաղացել, քանի շաբաթ արդեն մի ամիս ու կես խաղ չենք խաղացել, ամեն ինչ անսովոր է, ֆորմի մեջ չեմ։ Կարծում եմ մի երկու խաղ խաղամ ստեղեկի հետ կսովորեմ էլի, որովհետև ոնց ասացի, ուրիշ ձևի ֆուտբոլ է, պետք է մի քիչ քանի պարապում ու խաղ խաղամ իրանց հետ, որ սովորեմ ու ամեն ինչ լավ կլինի։ Դարպասապահ Արսեն Բեգլարյանն այս անգամ խաղալու հնարավորություն չստացավ, բայց նա մեր ապագայի հույսն է։ Իսկ Լյուքսեմբուրգի հետ խաղի էությունը տարօրինակ չես համարի։ Չհաղթեցինք, որովհետև ֆուտբոլիստների մեծամասնությունը վատ մարզավիճակում էր։ Եղավ կոպիտ սխալ բաց թողած գոլի ժամանակ, եղավ հիանալի կոմբինացիա խփած գոլի ժամանակ։ Տատանումներով անցկացված խաղն ավարտվեց 1-1 հաշվով։ Լյուքսեմբուրգին չհաղթելն ինքնին վատ է, բայց արդյոք դա էր կարևորը։ Չեմ կարծում, որ արդյունքը կարևոր չէ, մեր համար կարևոր է արդյունքը, որովհետև ցանկացած խաղալ մենք ուզում ենք հաղթենք։ Իսկ ինչը չստացվեց, նախ ասեմ, որ հիմա ամբողջ թիմն էլ ինքը նախապատրաստական փուլում է, իրանց թիմերում նոր են սկսել մարզվել, խաղային պրակտիկայի պակաս կա, այդ ամենագլխավոր պատճառն էր։ Ինչ վերաբերում է նորեկներին, ասենց ընդհանուր ասեմ, ինչ որ մեզ պետք էր տեսնել այս խաղին, տեսանք թե նորեկների համար, թե այն դիրքերը, որոնք գիտեք, որ պրոբլեմատիկ են, իմ համար այս խաղի ամենակարևոր պահն էր դա, ես լրիվ ինֆորմացիան ունեմ։ Առջևում Չեխիայի հետ կարևորագույն հանդիպումն է, միայն հաղթանակը մեր ընտրանու համար եզրափակիչ փուլ դուրս գալու հույսեր կպահպանի։ Առկա կորուստներով ու նորեկների ուժերի մեջ անվստահությամբ այդ հաղթանակին հասնելը շատ բարդ կլինի։ Բայց խաղը կայանալու է Երևանում եւ մեր կորուստները կարող է փոխհատուցել լեփ-լեցուն հանրապետականը։ Էդուարդ Խալանթարյան, Ռոմիկ Խաչատրյան, Առաջին լրատվական։ Այսքանն էինք առանձնացրել շաբաթվա ամփոփիչ գիրակն ուրա թողարկման համար։ Կհանդիպենք ուղիղ մեկ շաբաթ անց նույն տեղում, նույն ժամին։ Մնացեք խաղաղությամբ, ցտեսություն։